Փառք Հիսուսին, սիրելիներ, մինչև որ կշարունակեմ, ես ասեմ, այստեղ մի անձնավորություն է կանգնած, որը ժամացույց չի սիրում, որովհետև երբ որ առաջին անգամ իրեն տեսա եկել էր աղոթքի դահլիճում, ես այնտեղ պատրաստվում էի, որ կիրակի օրը ծառայեմ, դա շաբաթ օր էր, երեկոյան էր, ու մեկ էլ տեսա, որ ինքը ընդեղը ասեցի, բանալինով է վերցնելով, ոնց ենք փակելու գնանք, ասեց ես կփակեմ կգնամ։ Տեսա ժամացույցը վերևից իջացրել է, պատից իջացրել է ներքև, ասեց ես ժամացույց ինչ ես իջացրել, ասեց աղոթքի մեջ եմ մտնելու, որ ինձ չխանգարի։ Ասեցի բա ոնց ենք անելու, փակելու ենք, ասեց ես մի անգամից կփակեմ կգամ ծառայության, ծառայությունը հաջորդ օրը ժամը 6-ին պետք է լիներ։ Ասի այդքան ժամանակ աղոթքի մեջ ես լինելու, ասեց հա, փառք Աստծուն, երբ որ մի մարդ է գալիս, որը 4-րդ դասարան, մինչև 4-րդ դասարան քանի անգամ էր մնացել նույն դասարան? 3 անգամ։ Ես 2 էի հիշում, պարզվում է 3 անգամ Աստվածաշնչով կարդալ սկսեց սովորել։ Հայերեն չէի գիտեր լավ կարդալ։ Ես ասում եի, տեսնես այս մարդն ով է։ Բաներ էր խոսում, ասում էի, դու իրական ես, ինձ թված ոգևորվածությունը կանցնի, ոնց որ գլխացավը տենց կանցնի, մարդիկ գալիս են ոգևորված խոսում, մեկ էլ թողում գնում են, անցավ դու էլ հիասթափված մնում ես, ասում ես հերթական ոգևորված մարդն էր, գնաց, գնալով բարձացավ, ես իրա կյանքում հոգևոր կարդիոգրամա չտեսա, հավատացեք չեմ տեսել, չեմ չափազանցնում, չեմ գովում, Աստծուն փառք այդ ամեն ինչի համար։ Մինչև հիմա սիրարված, իրան խնդրեցի, ասեցի, լսի, ես ասի, շատ սև գործով շատ եմ զբաղվել, շատ շինարարական աշխատանքներ են, որ հիմնադիր աշխատանքներ, փոշի ու կեղտ, բառից փոխաբերական եւ բուն իմաստով, փոշի կեղտ, եկեղեցաշինության մեջ, խնդրում եմ, դու այդպես չանես, ներսի սենյակում կմնաս, որովհետեւ ես նախանձելի մարդ էր ինքը։ Դու կարող ես այդտեղ ինչ որ մի բանով զբաղվես, տեսնես ինքն այնտեղ մտավ Աստծո ներկայության մեջ, դու այնտեղ ծիծաղելի բաներ կարող է լինի, գործ անես, բարձր խոսես ինք 3, 4, 5, 6 ժամով կմտնի Աստծո ներկայության մեջ։ Ու գիտեք մի հատ էլ բան ասեմ, ինքը մենակ չի մտնում, երիտասարդներին հետո սկսեց մտցնել Աստծո ներկայության մեջ։ Օրերով, 20 օրով առանց ուտելու, առանց բանի։ Դրա համար ես կուզեմ նայելով այս երիտասարդ մարդուն, երբ որ ինքը պետքա դառնար հովիվ ու ես պետքա ներկայացնեի, ասում ենք, բայց ամուսնացած չի, ոնց կլինի հովիվ դառնա, մինչև հիմա ամուսնացած չի։ Հետո ով որ ճանաչեց, ասեց լավ, հասկանալի է, կարա եւ չամուսնացած մնա ու բայց ամուսնացած կամուսնանաս, չէ՞։ Փառք Աստծուն։ Հետո ասում ենք, քանի տարեկան, հա, ասում ենք 23, ոնց 23 տարեկան մերձավոր արևելքում տես լուրջ վայրում թողես այդ մարդուն։ Հետո ով որ տեսնում էր, ասում էր հա լավ, պարզա որ եթե 23 տարեկանը ոչինչ, 3 տարեկան ապաշխարած, 20 տարեկանում եկավ, 23 տարեկանում դառավ ընդեղի հովիվը։ Փառք Աստծուն, որովհետև մի հրաշալի բան կա, ես հիմա կշարունակեմ այնտեղից, որ հովիվ Սերժը ասեց, մենք իրար հետ ուղակի լցվում էինք Աստծով, գիտեք մի բան կա, Աստծո օծյալ ծառան, որը Աստծո ժողովրդի հույսներ կարելի ասել, Աստծուց դրված, Սամսոնը իր ծնկները դրեց Դալիլայի, իր գլուխը դրեց Դալիլայի ծնկների վրա։ Գիտեք, սարսափելի մի բան է։ Մենք պետք է լինենք մարդիկ, որ մեր գլուխը դնենք Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ։ Նրա ծնկներին դնենք, ոնց որ Մարիամը որոշեց իր քրոջ ծառայության ժամանակ, երբ որ քույրը վազվզում էր տան մեջ, հետո սկսեց բողոքել, Բա Հիսուս ջան, չես տեսնում, ես վազվզում եմ, չարչարվում եմ, թող Մարիամը գա ինձ օգնի, երևի օգնության կարիք ուներ, բայց Հիսուսը քաղցր ձևով հանդիմանեց, ասեց. Մարթա, դու վազվզում ես, հոգ ես անում, բայց Մարիամը բարի բաժին ընտրեց։ Սիրելիներ, մի օր երաս տեսա, Աստծո շատ լուրջ մարդ եկավ, գլուխը դրեց ծնկներիս վրա։ Հետո այդ մարդուն գնացի, ասեցի, դու գլուխդ եկար ծնկներիս վրա դրեցիր ու սկսեցիր սենց հանգստանալ, սենց կուչ եկար սկսեցիր հանգստանալ, դա ինչ ասեց, դա այն ծառայությունից, որ ես վազում եմ, ես գլուխս դրեցի քո ծնկների վրա ու հանգիստ առա, դա շատ լուրջ բան է, երբ որ նայում ես ծնկները ուսումնասիրեք Աստվածաշնչում կտեսնեք ինչ լուրջ է։
Միթե Հիսուսը գա այստեղ որ խոսք ասեց գեիշեք ինչ դաժան էր հնչում, ասում է մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Գլուխը դնելու տեղ չունի։ Ամբողջ երկնքի ու երկրի արարիչ Աստված տիեզերքը թողած մարմնացած այստեղ գա ու գլուխը դնելու տեղ չունենա։ Ասում է գամ արդյոք հավատ կգտնեմ։ Արդյոք կգտնեմ մանա գալիս հավատք, մանա գալիս երկրպագություն, մանա գալիս աղոթք, մանա գալիս գլուխը դնելու տեղ։ Արդյոք քո ծնկները պատրաստ են, արդյոք փոխաբերական իմաստով քո սիրտը պատրաստ է, որ Աստված գա ու տեղ գտնի։ Դու դառնաս նրա բնակարանը։ Ու մի տեղ եմ ուզում կարդամ միասին, ուզում եմ խոսքի վրա յուրահատուկ ձևով կենտրոնանաս, առանց հենց այսօրվա խոսքի, որ չձանձրանանք մեր փեսայից երբեք ու երբեք։ Այն ժամանակ կնմանվի երկնքի արքայությունը 10 կույսերի, որ իրենց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմավորելու։ Նրանցից 5 իմաստուն էին եւ 5 հիմար։ Այն հիմարները վեր առան իրենց լապտերները, բայց յուղ կամ ձետ վեր չարան իրենց հետ։ Սակայն իմաստուններն իրենց ամաններում յուղ վեր առան իրենց լապտերների հետ մեկտեղ, եւ երբ որ փեսան ուշացավ, ամենքը թմրեցին եւ քնեցին։ Թմրեցին եւ քնեցին։ Եվ կես գիշերին աղաղակ եղավ, ահա փեսան է գալիս, դուրս եկեք նրան դիմավորելու։ Դուրս եկեք նրան դիմավորելու։ Այն ժամանակ ամեն կույսերը վեր կացան եւ իրենց լապտերները պատրաստեցին, բայց հիմարներն ասեցին իմաստուներին. տվեք մեզ ձեր յուղից, որովհետեւ մեր լապտերները հանգչում են, մարում են։ Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. միգուցե մեզ ու ձեզ բավական չլինի, բայց ավելի լավ, գնացեք ծախողների մոտ եւ գնեցեք ձեզ համար։ Եվ երբ որ գնացին գնելու, փեսան եկավ։ Եվ պատրաստները նրանց հետ հարսանիքը մտան եւ դուռը փակվեց։ Եվ հետո այն մյուս կույսերն էլ եկան եւ ասեցին. Տեր, Տեր, բաց մեզ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում։ Արթուն կացեք, որովհետեւ չգիտեք ոչ օրը եւ ոչ ժամը, որ նրանում մարդու որդին կգա։ Շատ սթափեցնող առակ պատմություն, որը խորհրդապատկերում է Հիսուսի գալուստը, Տիրոջ գալուստը։ Բայց այդտեղ շատ գաղտնիքներ կան։ Մենք կարդում ենք երբեմն հանկարծ հավատքի արտահայտությունները, հոգևոր բառերը մեր համար դառնում են տերմիններ, կրոնական տերմիններ են դառնում, օրինակ օծություն բառը, որ ասում ես օծություն, շատ մարդիկ չեն էլ հասկանում, դա ինչ է նշանակում։ Երբ որ ասում ես դե յուղը օծության խորհրդապատկերն ունի, ընդհանրապես չեն հասկանում ինչ է, կարող է օգտագործեն ու չմտածեն դա ինչ է։ Սիրելիներ, դա առանձին թեմա է, կարելի է լսել, ուսումնասիրել ինչ է նշանակում օծություն, դա Աստծուց ծնված են զորությունն է, ոչ թե քո ուժն է, այլ նրանից ծնված օծությունն է, որ գալիս է։ Իզուր չի, որ համեմատվում է յուղի հետ, օրինակ եթե վերցնում ենք մեքենան, առանց յուղի երբեք չի կարող շարժվել։ Յուրաքանչյուր վարորդ միշտ հետևում է, որ մեքենայի յուղը միշտ լինի, որպեսզի այդ մեքենան առաջ գնա, աշխատի։ Ինչ եք կարծում, որ Աստված ասում էր ոչ թե ուժով, ոչ զորությունով, այլ իմ հոգով։ Մենք էլ կկրկնենք ոչ ուժով է, ոչ զորությունով, այլ նրա հոգով, այլ նրա օծությունով։ Եթե նա իր ձեռքը քաշի, մենք զորություն չենք ունենա նույնիսկ շնչելու եւ արտաշնչելու։ Մենք նրանով ենք շնչում ու արտաշնչում։ Ու տեսեք այստեղ սարսափելի տեսարան է, երբ որ բոլորը հարսնացուի խորհրդապատկերն են, թե այն մյուս կույսերը, որ յուղ վեր չառան, թե այն մյուս կույսերը, որ վեր առան։ Բոլորը հարսնացու են, բոլորը սպասող էին, բոլորը Տիրոջը Տեր էին ասում։ Սա այնքան կարևոր է, այսօր այնքան Տեր ասող կա։ Բայց ամենացավալին այն է, որ երբ որ իրենք Տեր են ասում, բայց Տերը դռան են մյուս կողմից ասում է, ես ձեզ չեմ ճանաչում։ Դու գիտես ում ես ասում Տեր, ասում ես Տեր, հիշեցիր չէ, ես ես մարդն եմ, ես ես անձնավորությունն եմ, ուրիշ բառերով ասած ես ես բաներն եմ արել, ես երկրպագել եմ քեզ, ես ես քո անունով դևեր եմ հանել, ծառայել եմ։ Բայց Հիսուսն ասում է, անօրենություն գործողներ, ձեզ չեմ ճանաչում։ Լավ, ի՞նչն է այս յուղը, երբ որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք դա Աստծո եւ մարդկանց միջև փափուկ այդ սերն է, այդ քաղցրությունն է, հարաբերությունն է, փոխհարաբերությունն է, որ դա պիտի չվերջանա, դա պիտի ձանձրույթով մենք այդ յուղը չվառենք, վերջացնենք։
տրված այդ օծությունը չվառենք, վերջացնենք, որ մեր կյանքը կանգ չառնի, որ չգա ինքը ու մենք ասենք Տեր, դու ինձ չես հիշում, ես ես մարդն եմ, ես սևակն եմ, ես քո համար երգում եմ, ես քո համար ծառայում եմ, դա կարա վերջանա։ Դրանով չի Աստված ճանաչում մեզ։ Աստված ճանաչում է մեր ներաշխարհով, մեր ներսի հոգու երկրպագությամբ է ճանաչում մեզ, որին յուղը կա, որ մինչև վերջ հերիքի։ Իսկ դրա պատասխանատվությունը մեր վրա է, որ մենք պիտի ավելացնենք։ Մենք գնենք, ծախու առնենք ժամանակ ու Աստծուն ժամանակ տանք ու երբեք չձանձրանանք նրանից, նրա ներկայությունից։ Շատերն են եղել, որոնք որ ժամեր չեն էլ հաշվել ընդհանրապես ու Աստծո ներկայության մեջ եղել են, բայց հետո արդեն ամեն ինչ փոխվել է, սկսում ենք մենք ավելի տրամաբանել, հոգևոր մտածելակերպը փոխվում է տրամաբանությամբ, տրամաբանությունը սկսում է դառնալ լոկոմոտիվ ու մեզ առաջնորդել։ Սիրելիներ, պիտի չլինի այսպիսի բան մեզ հետ, որ եղավ են մյուս կույսերի հետ։ Դրան որ կողմը մենք կմնանք, եթե հենց հիմա Հիսուս գա։ Փեսան եթե գա, դրան որ կողմում մենք կմնանք։ Կշտապենք գնալու, նորից նոր շանս փնտրելու, որ գնանք ծախու առնենք, նորից յուղ բերենք, նորից փոխհարաբերություն կառուցենք, թե հենց որ գա ժպիտը մեր դեմքին դուրս գանք դիմավորելու, լապտերները լեփ լեցուն յուղով, լեփ լեցուն սուրբ հարաբերությունով, Հիսուսի անունով։ Եկեք ոտքի կանգնենք։ Գիտեք, մի տեղ կա, ասում է գալու եմ, որպես հովիվ, սրանք բոլորը փոխաբերական իմաստներ ունեն, որպես հովիվ ոչխարներին գայլերից առանձնացնելու, ոչխարներին կանգնացնելու իմ աջ կողմը, այծերին ձախ կողմը։ Սա փոխաբերական իմաստ ունի։ Գիտեք, երբ որ ասում ես հոտ կամ փարախ, այս երկու կենդանին էլ մեջն են։ Կան այծեր, կան ոչխարներ։ Երկուսն էլ մեջն են, կա հոտ, ընդհանուր առմամբ, բայց գիտեք, կա ջոկել հասկացողությունը, որ Տերը գալու է ջոկի։ Նրանք ովքեր որ կամաց Աստծո խոնար գառնուկից վերածվեցին այծերի ու սկսեցին ապստամբել, սկսեցին իրենց կոտոշներով սկսել ինչ-որ բաներ անել, նրանք ձախ կողմում են մնալու։ Նույն դուք զգում եք ինչքան առանձնացնել բան կա։ Այդ ջոկել հասկացողությունը Աստվածաշնչում կա։ Նույնիսկ որ խաչվեց Գողգոթայում Տեր Հիսուսը, խաչվեց իրենից ցախ եւ աչը կար։ Մի ավազակ ընդունեց որպես գառնուկ, բայց մյուսը այդպես էլ ապստամբ մնաց, նա գնաց դժոխք նայել, մյուսն էլ Հիսուսի ասած բառերով, հենց այսօր ինձ այդ դրախտում կլինես։ Որ մեկն ենք մենք։ Այո, ապշած մնացինք, երբ որ նա հոգևոր զարթոնքի մասին էր խոսում, շուտով կիմանաք ինչու էինք ապշած մնացել, կգա ժամանակը դուք կհասկանաք այս ամեն ինչը, որովհետև հոգու մեջ եղած մարդը ուղղակի Աստծուց ստացել էր, մյուս հոգու մեջ եղած մեր հովիվն էլ հրավիրեց այստեղ ծառայելու, ու այսօրվա խոսքը որ գալիս է, որ մենք արթնանանք, մեր ներաշխարհը արթնանա, զարթնենք։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եկեք հիմա լինենք Աստծո ներկայության մեջ։ Եկեք չշտապենք, եկեք վայելենք նրան։ Եկեք չհաշվենք ժամերն ու ժամանակները ու պարզապես Աստծուն թույլ տանք, որ մեր սրտերի հետ ինչ-որ բան անի։ Փառք քեզ մեր Աստված։ Եկեք երկրպագենք մեր Տիրոջը։ Գալիս է ներկայությանդ մեջ դեմ առ դեմ հանդիպելու խոնարհվում եմ գահիտ առջև շնորհքը ընդունելու խոնարհվում եմ գահիտ առջև
շնորհքը ընդունելու սուրբ ես հզոր փառավոր տիրակալ սուրբ ես հզոր փառավոր տիրակալ Ծարավով ու կարոտած սրտով գալիս եմ քեզ փարվելու խոնարհվում եմ գահիտ առջև շնորհքը շնորհքը ընդունելու սուրբ ես հզոր փառավոր տիրակալ սուրբ ես Մեր Աստված, մենք քո ներկայության մեջ ենք։ Խոնարհեցուցած մեր անձերը քո երեսի առջև քո ներկայության մեջ երկրպագենք քեզի, որովհետև դու արժանի ես ով Սուրբ Աստված։ Լեցուր այստեղ քո փառքով և քո Սուրբ Հոգով շարժիր Տեր։ Այսօրվա խոսքի համաձայն մենք երկյուղածությունով կընդունենք քո խոսքդ և դու ով Սուրբ Աստված, որպես հարս եկեղեցի քո առջև գեցած, մենք կաղոթենք, որ դու ավելի երկյուղի հոգով լեցնես մեզի, որ քո խոսքի հանդեպ, քո ներկայության հանդեպ, քո հանդեպ ավելի երկյուղով ելանք Տեր։ Մեր աղոթն է, որ Հիսուս Քրիստոսի անունով քո երկյուղի հոգին կա և լեցնե քո տունը, քո կենդանի տաճարները, ավելի քան երբեք այսօր թող մեր անձերը երկյուղածությունով լեցվի Տեր։ Որպես Քրիստոսի հարս եկեղեցի մեկ մարմին կբարձրացնենք մեր ցայները գիտակցելով Տեր Աստված, որ մեր հագուստին վրա աղտ կա
Այսօր կխնդրենք քու միածին որդու արինով մաքրես մեզի Տեր։ Բոլորս մեկ ձայնով կաշխարենք եւ ներողություն կխնդրենք քու առջև մեր Տեր եւ Փրկիչ ամեն անհնազանդության համար, ամեն գրաբաշխության համար, ամեն մեղքերու համար։ Եվ կխնդրենք, որ քու արինով մաքրես մեզի։ Ջերմկցնես մեր հանդերձները, մեր հագուստները Տեր։ Որ քու հարսը պատրաստ լա քու քալուստին։ Սիրելներ, վայելեք Աստծուն։ Մի նայեք ձեր կողքը։ Ուղղակի կենտրոնացեք Սուրբ Հոգու վրա, եթե ուզում ես լացես, լացիր, մի ամաչիր։ Թող այսօր Աստված յուրատուկ զարթոնք անի քո սրտի մեջ։ Յուրատուկ վիրահատություն անի։ Այն ամենը ինչ որ ավելորդ է քո կյանքում հեռացնի։ Եվ այն ամենը ինչ որ պակաս է, դու զգում ես որ պակասել է ինչ որ մի բան, Տերը տա ճոխությամբ։ Դրա համար եղիր Աստծո ներկայության մեջ, կենտրոնանալով միայն նրա վրա։ Թող երկինքը լինի ուշադրության կենտրոնում։ Սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել։ Սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել։ Սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել։ Սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել։ Երբ ես կանգնած եմ Տեր քո առջև, և փնտրում եմ երեսը քո, սիրտս լցվում է խաղաղությունով, և ես ուզում եմ ապրել միայն քեզանով։ Սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել։ Սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել։ Փառք ես մեր Տեր։ Մենք սիրում ենք քո ներկայությունը, մենք չենք ձանձրանում քո ներկայությունից մեր Աստված, քեզ երկրպագելուց։ Երբ ես կանգնած եմ Տեր քո առջև, և փնտրում եմ երեսը քո, իմ լցվում է իմաստությունով, և ես կապրեմ հավերժ միայն քեզանով։ Տեր դու ես իմ ուրախությունը, քեզնով ուզում եմ ապրել։ Քո մեջ է իմ երջանկությունը, քեզնով ուզում եմ շնչել։ Տեր դու ես իմ ուրախությունը,
Քեզնով ուզում եմ ապրել Քո մեջ է իմ երջանկությունը Քեզնով ուզում եմ շնչել Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ ապրել Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ շնչել Դեր մենք քեզի շատ կսիրենք Ամեն ժամանակ քո խոսքդ կլսենք թե դու որքան մեզի կսիրես Բայց այսօր կուզենք այս ժամանակի մեջ նաև ասել, որ մենք ալ քեզի շատ կսիրենք մեր Տեր Եկեք բոլորս մեր բարերով արտահայտենք մեր սրտի խոսքը մեր Տիրոջ Մեր Տերը այստեղ է Մեր Տերը այստեղ ներկա է Արտահայտեք ու սրտի խոսքը իրեն Ինչ ունես սելիք իրեն, ինչ ունես սելիք իրեն Տուն ավելին ես կան մենք գիտենք մեր Աստված Եվ քո գործերը հրաշալի է ամեն ժամանակ Եվ քո կամքը մեզի համար բարի է հաճելի է և կատարյալ է ամեն ժամանակ Մեր սիրելի Տեր ամենը ինչ որ կարիք ունենք ադիգա քո ներկայությունն է Քո երեսն է Այստեղ հավաքվել ենք որպեսզի տեսնենք քո երեսդ որպեսզի երկրպագենք քեզի որովհետև դու մեր Աստվածն ես և դու արժանի ես երկրպագության Եվ մեր աղոթները թող բարձրանան այստեղ են դեպի քեզ Տեր Ազատ սևով երկրպագե Տիրոջ Ազատ Դու աղոթքս վեր բարձրանա Մատուցվի որպես պատարակ Ու փրվի սուրբ ոտքերի տակ Որպես գոհություն իմ սրտի Թող պաշտեմ քեզ խոնարհաբար Կրկեմ սուրբ ոտքերդ իմ Տեր Սեղմեմ կրծքիս մեծ կարոտով Դրանք ինձ համար են խոցվել Թող անցնեմ այն ճանապարհով Որ խաչնուզիդ անցար իմ Տեր Սրտի ցավը անտեսելով Ինձ համար ցանկացար մեռնել Թող որ ինքս էլ խաչը սառնեմ
Սեր խաչ է ելնեմ Տեր ուզում եմ քեզ նմանվել Թող սովորեմ քեզ պես ներել Քեզ նմանվել կուզեմ իմ Տեր Անվերջ քեզ գալ կուզեմ իմ Տեր Սիրտս քեզ շատ է կարոտ է ու երբ տեսա քեզ խաչի վրա ու սուրբ հայացքդ ինձ ուղղած լուր մոտեցա ծնկի իջա ու քո հոգով կենդանացա Պարքես Տեր ինչքան էլ սարսափելի վիճակի մեջ ենք Տեր երբ որ քո սուրբ հայացքը տեսնենք մեզ վեր բարձրացնող մեզ կենդանացնող Տեր Աստված քո հայացքի մեջ սերը քաղցրությունը երբեք չի մարում ու երբ տեսա քեզ խաչի վրա ու սուրբ հայացքդ ինձ ուղղած լուր մոտեցա ծնկի իջա ու քո հոգով կենդանացա ու երբ տեսա քեզ խաչի վրա ու սուրբ հայացքդ ինձ ուղղած լուր մոտեցա ծնկի իջա ու քո հոգով կենդանացա Ինչպես այս խոսքին, այս երկին խոսքը գսե, ուզում են քեզ ավելի նմանվել մեր Տեր։ Թող ասի բոլորիս աղոթքը լա այս ժամերու մեջ, հենց հիմա, Տեր, ուզում են քեզ ավելի նմանվել։ Շնորհակալ ենք, որ այստեղ ես։ Շնորհակալ ենք, որ կգործես այստեղ քո հոգիով։ Այսօր մեր կյանքերն ամեն ավելորդը հանե, ամեն բագասը լեցուր։ Ամեն ինչ որ մեր կյանքի մեջ է, որ քեզի կտրտմեցնե, հերացուր։ Ամեն մեղք, գաբանք, անեծք, թող քո սուրբ ներկայության մեջ քանթված լա Հիսուսի անունով մեր Աստված։ Ամեն թշնամու գառուցած բերդեր եւ ամրոցներ թող քո զորությունով քանթված լա այստեղ։ Բոլոր անոնք որ մեզի գտիդեն իրենց կյանքերու մեջ նույնպես գհրճագեմ որ սատանայի ամեն հնարքները եւ ծրագիրները քանթված լա։ Որտեղ մենք որպես քո ժողովուրդ կանչված ենք քեզի նման լալու ավելի եւ ավելի օրեր դեր։ Եվ այս երկրպագության ժամանակ մեր աղոթքը քո առջև հստակ է Տեր։ Քո հարց եկեղեցին մաքրե։ Սրբե։ Բժշկե։ Ազատագրե։ Բոլորին կյանքին մեջ որ քո սուրբ հոգու գրակը մարեր է, թող հենց հիմա քո սուրբ հոգու գրակով լեցվի ամեն մեկը իմ Աստված։ Թող լեցվի քո գրակը հենց հիմա Հիսուսի անունով ես կհրճագեմ։ Թող այս միապանությունը իսկապես մարգարայականը լա որ հոգևոր զարթոնք բերե քո հարց եկեղեցիի մեջ։ Որ մենք ոչ թե ցանցրանանք քո խոսքեն,
այլ ամեն ժամանակ ծարավելան քո խոսքին, որ մենք ոչ թե ցանցրանանք քո երեսին, այլ ամեն ժամանակ ծարավելանք տեսնելու քո երեսը, լալու քո ճանապարհներու մեջ, որ մեր մեկ ոտքը աշխարհը չլա, մեկ ոտքը քո մեջ չլա, այլ մենք հաստատված ենք քո մեջ, որովհետեւ ամեն տշտամու ծրագիր խափանվի, որովհետեւ մենք ապրենք առանձնացած եւ սուրբ քեզի համար, այս բիղձ աշխարհի մեջ։ Ասիկու հարսի գեղեցի աղաղակն է այսօր մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Մենք հավատքով գեցել ենք քո շնորհքի քայ առջև, որովհետեւ դու հարություն արած Աստված մեր մեջ ես քո հոգիով այստեղ։ Ոչ թե մերելներուն Աստվածը, այլ կենդանիներուն Աստվածը։ Երկինքի եւ երկիրը ստեղծող Աստվածը։ Զորավոր Աստվածը, մեծ Աստվածը, սուրբ Աստվածը, հավիտյան ողորմած եւ բարի Աստված։ Ասիկու ժողովրդի աղաղակն է այսօր Տեր, ավելի նման արեմ ես քեզի, այսօր ուզում ենք ավելի նմանվել քեզ։ Եվ 2000 դար առաջ քո արյունը թափվեցավ, որ այսօր մենք կարողանանք հավատքով ընդունենք քո արյան զորությունը, որ մաքրե մեզի Տեր, որ ազատագրե, որ բժշկե, որ հեռացնե ամեն կեղտ, որ քո հարսը լանարատ եւ սուրբ, մաքուր։ Սիրելի հարսի գեղեցի, խաղ չի խաղաս աշխարհին հետ, առանձնացիր Տիրոջ հետ։ Ժամանակ մի անցուր Դալիդային հետ, ժամանակ անցուր Տիրոջ հետ։ Մի լսեր Դալիդային խոսքերը, լսե Տիրոջ խոսքերը։ Որովհետեւ հարսը լավ պատրաստված, որովհետեւ մեր Տերը կա։ Տիրոջ հաղթության դրոշ Գողգոթայում բարձրացավ, ծածանվում է մինչև այսօր, հաղթությունը մեզ հասավ, Տիրոջ հաղթության դրոշ Գողգոթայում բարձրացավ, ծածանվում է մինչև այսօր, հաղթությունը մեզ հասավ, սուրբ զավակներ արդ պատրաստվեն, Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա, 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 Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա, 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 Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա։ Փառք ես Տեր, ամենակարող Աստված, օրհնյալ է քո գալուստը։ Արթնության սուրբ ալիքներ դեպի երկինք են բարձրանում, ով որ ասովորտի դարձավ, նա հավիտյան է ապրում։ Արթնության սուրբ ալիքներ դեպի երկինք են
բարձրանում, ով որ ասովորթի դարձավ, նա հավիտյան է ապրում, սուրբ զավակներ արդ պատրաստվեք, Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա, 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 Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա, 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 Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա։ Շեփոր ու փող է պատրաստվում, մեր գոտիները պինդ կապենք, ջերմակազարդ հանդերձներով, Տիրոջն ընդառաջ ելնենք, շեփոր ու փող է պատրաստվում, մեր գոտիները պինդ կապենք, ջերմակազարդ հանդերձներով, Հիսուսին դիմավորենք, Սուրբ զավակներ արդ պատրաստվեք, Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա, 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 Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա, 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 Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա, 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 Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա։ Տիրոջ ժողովուրդ, ձեր ձեռքերը վեր բարձրացրեք, ձեր սրտերի հետ միասին։ Աստված ունի հստակ խոսք, որ նրա գալստյան ժամանակ դուք ոչ թե ունենաք վախ ու սարսափ, այլ խաղաղություն, դուք միշտ լինեք սպասելիս, Տիրոջը սպասելիս և Տիրոջ գալուստը ձեր համար թող անակնկալ չլինի, այլ պատրաստված, փողի ձայնը անորոշության ձայն չլինի, հարցական նշաններ չբարձրանա մեր մեջ, սա ինչ ձայն է, այլ դու հստակ լինես, որ դու Տիրոջ ժողովուրդ ես, ու Տիրոջ գալուստը քեզ համար անակնկալ չի, քեզ համար սարսափելի չի, այո, ցավոք ոմանց համար սարսափելի կլինի, մարդիկ կնայեն իրար կասեն, փաստորեն սա իրական էր, փաստորեն որ ասում էին իրական էր, բայց ինձ համար իրական է, իրական եղել է, ու իրական էլ կմնա Տիրոջ գալուստը, ու ես սպասում եմ դրանով, ես շնչում եմ, արտաշնչում եմ Տիրոջ Սուրբ Հոգով, սպասելով նրա գալստյանը։ Եվ մենք ասում ենք Մարանաթա, եւ մենք ասում ենք, որ Տերը շուտով կգա, նա ասել է ու չի ուշանա, հալելույա։ Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա, 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 Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա, 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 Տերը հանկարծ ձայն պիտի տա, խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա։ Բարձր ծափարեք Տիրոջն արժանի է։
Փառք բարձրանա դեպի քեզ Տեր։ Դու արժանի ես մեր Աստված, փառքի ու պատիվի իմ Աստված։ Շնորհակալություն Տեր, փառք ու պատիվ քեզ Տեր, որ դու ներկա ես այստեղ։ Մեր սրտերի մեջ, այս վայրում, մեր մտքերի մեջ։ Հալելույա։ Նրան լինի ողջ փառքը եւ պատիվը։ Ամբողջ փառքը քեզ Տեր։ Դու արժանի ես Տեր, դու արժանի ես Տեր Աստված։ Դու արժանի ես Տեր։ Դու արժանի ես Տեր։ Դու արժանի ես Տեր։ Փառք։ Փառք։ Փառք քեզ Տեր Աստված։ Ու փառք։ Ողջ փառքը Տիրոջը։ Սիրելիներ, այնքան եմ պատկերացնում, որ այս սենց ոնց որ ծափարելու ժամանակ, այս սենց փառաբանելու, այս սենց Աստծուն սիրելու ժամանակ մի բան կպայթի, երկինքը կպայթի, շենքերը սենց կվերանան քո աչքի առջևից ու ամեն աչք ասում կտեսնի ոնց ամպերի վրա Տերը գալիս։ Փառք Աստծուն։ Սիրելիներ, շատ զորավոր Աստծո ներկայություն էստեղ։ Նույնիսկ շտապելու մթնոլորտ չկա։ Ու պիտի չլինի էլ։ Աստծո խոսքն ասում է, ձեր անձերը վարժեցրեք աստվածապաշտության։ Գիտեք, եթե մարզանքի հետ համեմատություն անցկացրենք, ինչ որ մեկը եթե գա, մկաններ չունենա, պարապաշտ չլինի, վարժված չլինի, գա ու փորձի ծանր բան վերցնի կամ ինչ որ մրցույթի մեջ մտնի, որ ընդհանրապես համապատասխան չի իր մարմինը, նա միանգամից կվերանա, կվնասվի։ Սիրելիներ, այդքան կարևոր է աստվածապաշտությունը, որ մեր անձերը պիտի վարժեցնենք դրան։ Մենք պիտի վարժեցնենք դրան։ Ոչ թե վարժեցնենք դիմանալուն, այլ վարժեցնենք սիրուն, այն խաղաղությանը, այն քաղցրությանը, որ Աստված ունի ստեղ այնքը։ Ամեն։ Սա շատ կարևոր է, որ դու պիտի պատրաստ լինես, դու պիտի մոռանաս ամեն ինչ, ամեն բան, ամեն մեկին այդ պահին քո համար Աստված է, քո խելքից, մտքից, զորությունից վեր դասես նրան։ Ու նա դառնա պաշտամունքի, վերը գոյություն ունեցողը, որ մեր հայացքները բարձրանա։ Այդպես պետք է լինի։ Ամեն։ Ոչ թե նայես ժամին, ոչ թե նայես ինչ որ երբ է վերջանալու, այս բանից հետո այս պիտի լինի, սրանից հետո այս պիտի լինի։ Չկա։ Կրոն հասկացողությունը պիտի վերանա Հիսուսի զորավոր անունով։ Գիտեք ով խաչեց Քրիստոսին։ Կրոնը։ Կրոնագետներով։ Ամեն ինչ անենք սիրելներ, ամեն ինչ անենք մեր անձից կարացածը, մեր կարողությունից էլ վեր։ Ոնց որ այսօր մեր հրաշալի եղբայրը ոնց էր ասում, ոչ թե նվերի ինչ լինելը, այլ ինչպիսին լինելը, այս սրտի դիրքը ոնց բարձրանա դեպի վեր։ Կարող ասես ես լավ չեմ երգում, այդքան է լավ չի իմ աղոթքը, լսի։ Անբարբար հառաչանքներ, դու պատկերացնում ես դա ինչ է, անբարբար հառաչանքները, երբ որ վեր է բարձրանում, դրա համար ասում եմ, երբ որ չգիտենք ինչ բանի համար, ինչպես աղոթենք, այդ ժամանակ հոգին գալիս է մեզ օգնում է, մենք անբարբար հառաչանքներով։ Գիտեք, աղոթք է եղել, որ բառ չի նշանակել, այսպես է եղել։ Ահ, Աստված ջան, ահ, այսպես։ Բայց դու գիտես, որ Աստված դա լսում է։ Այդ սրտիդ այդ աղաղակը, սրտիդ այդ ախը ու վախը Աստված լսում է ու պատասխանում է վերևից։ Աղոթի այդենց։ Աղոթի ոնց որ սիրտդ կա։ Ոչ թե պարզապես ինչ որ բառեր շարադրելով, ոնց որ Նարեկացին ասում է, բանաստեղծությամբ մեր Աստծուն չես կարա կաշառես։ Լավ խոսքերով չես կարա կաշառես, այս սրտով կգրավես։
սրտով կգրավես, բարերով չէ։ Ամեն։ Թող Աստված օրհնելով օրհնի ձեզ։ Կան մարդիկ, ովքեր որ առաջին անգամ են եկել այստեղ, թող ձեր բարձրացնեն, ձեզ համար հատուկ ուղերձ ունեմ։ Այսօր չենք կանչելու ձեզ առջև, բայց հաջորդ ծառայությանը, որ ասեն, ովքեր որ առաջին անգամ են, դուք որպես երկրորդ անգամ կգաք առջև եւ աղոթ կանեք։ Մենք այսօր փառաբանելու ենք, հետո էլ հյուրասիրություն կա։ Թող Աստված օրհնելով օրհնի ձեզ բոլորիդ։ Սիրելներ, այնպիսի ամիս է, որ ոմանց համար ունայնություն է, բայց ոչ քո համար։ Ես հավատքով ասում եմ, քո համար ունայնության ամիս չի։ Քո համար արթնանալու Տիրոջը հզոր ձևով քո կյանքում ընդունելու ամիս է։ Հասկանալով, որ այդ նոր տարին, որ փոխվում է, այդ թիվը, որ փոխվում է, դա մեր Քրիստոսի, մեր Տիրոջ մարդկայնության է, որ աշխարհի վրա եղել է, իր տարեդարձն է, գալիս է, տարին նորից դառնում է, ձեր համար թող ունայնություն չլինի։ Այն որ ասում է, կուտեք էլ կխմեք, ամեն ինչ Աստծո փառքի համար արեք։ Առիթ օգտագործեք այդ նոր տարին, որ մարդիկ են գալիս, գնում եք դուք, մտնում եք ուրիշի օջախները, տները, ասեք, ես որ փոխվել է, այդ ի՞նչ է նշանակում։ Այդ դրանից սկսեք։ Ասեք, գոնե գիտեք ինչ եք տոնում։ Այդ որ դառնում 2026, գոնե գիտեք ինչի համար է դառնում 2026։ Այդտեղից սկսեք։ Ամեն։ Հալելույա, եկեք փառաբանենք մեր Տիրոջը ամբողջ սրտով, ցնցանք։ Շնորհակալություն իմ սիրելի եղբայր։ Աստված օրհնելով օրհնի քեզ սիրելի եկեղեցի, պայի, պահպանի, քո սերունդների բարձրացնի, նրանց դարձնի իրական Աստծո մարդիկ, Աստծո տղամարդիկ, Աստծո կանայք, բոլորը լինեն օրհնված Հիսուս Քրիստոսի անունով եւ նրա խաղաղությունը, նրա շնորհքն, նրա ողորմությունը միշտ եւ հավիտյան ձեր հետ լինի Հիսուս Քրիստոսի մեր Տիրոջ անունով եւ մեր Հայր Աստծո սիրով։ Ամեն։